Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, հերթը հասավ վեհափառին, իշխանությունը շաբաթվա վերջին մեղադրանք առաջադրեց, վեհափառի մուտքը ելքը երկրից արգելեց։ Սա արդյոք եպիսկոպոսատ ժողովը խափանելու համար էր, թե արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ վեհափառի դեմ գործողությունները չի ստացվում, հերթական քայլն է անում ավելի բորբոքելու սրելու իրավիճակը։ Ամենը միտեղ։ Անցյալ տարի ամռանը, երբ իշխանությունները գրոհեցին Մայր Տաճարի դեմ, Հայրաթորի դեմ, եւ հետո բերման ենթարկեցին Միքայել Սրբազանին, մենք ասում ենք, որ չենք բացառում, որ մի օր էլ վեհափառ Հայրապետի դեմ իրենք նման ճղճիմ քայլի դիմեն։ Պատճառները մի քանիստ են։ Իհարկե, առաջինը եպիսկոպոսատ ժողովը խափանելու նպատակ է հետապնդում, որովհետև եթե վեհափառը չկա, եպիսկոպոսատ ժողովը դառնում է ուղղակի եպիսկոպոսած հավաք։ Մյուսը Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ ինքը նպատակասլաց գնում է իր բոլոր նպատակները, իր բոլոր իր առջև դրած բոլոր խնդիրները լուծելու, այսինքն որևէ արգելակ չունի, ոչ իրավական, ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ քաղաքական, կանի այն ինչ որ ուզում է, եւ մյուս նպատակն է ցույց տալ, որ ամբողջ իրավապահ համակարգը իր հլուհնազանդ կամակատարներն են, եւ հետեւաբար այդ արսենալը կօգտագործի ցանկացած մեկի դեմ, ցանկացած կազմակերպության դեմ, փորձում է վախեցնել ոչ միայն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, անհաջող կերպով, այլ նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել։ Ոչ միայն կփորձեն պաշտպանել, այլ կփորձեն իրեն ընդդիմանալ, դա կարող է լինի քաղաքական կուսակցություն, դա կարող է լինի թերթ, դա կարող է լինի, չգիտեմ, թատրոն, դա կարող է լինի բուր, դա կարող է լինի մանկապարտեզի դայակ։ Ընդդիմադիր, որը ցանկացած օջախ։ Գիտեք, նույնիսկ պարտադիր էլ չէ ընդդիմադիր, բռնակալությունը որն է, ոչ միայն քաղաքական օպոնենտների նկատմամբ ապօրինի բռնություններ, այլ նաև ցանկացած մեկի կամ ցանկացած կազմակերպության, ով իր քիմքին հաճո չէ։ Դա համար ենք ասում, Հայաստանը դասական բռնակալություն է։ Տեսեք, դրսից բարերարներ հայազգի հայտարարությունների տարածեցին եկեղեցու պաշտպանության հետ կապված, Փաշինյանը զայրացավ, ասեց եկեղեցու գանձերն են ուզում տանեն, եկեղեցու կաթողիկոսությունն են ուզում երկրից տանել, այսինքն այս ամեն ինչը, երբ որ վարչապետի մակարդակով հայտարարվում է, եթե հիմքեր չկան, ինչ է լինելու, թե կան հիմքեր, այսինքն առանց հիմքերի վարչապետը։ Ես համարում եմ, որ դուք Փաշինյանի ասացի տակ հիմք եք ուզում գտնեք։ Վարչապետը հետո դա է մեր ողբերգությունն է, որ վարչապետը վերակինում ասում 8 մի հարց ենք տալի, ասում ենք այդքան վարկոր վերցրել եք, ինչ եք արել, ինչ ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա, ասում զենք ենք արել։ Ես օրինակ իմ կարծիքով, որ այն բոլոր փոխնախարարները, նախարարները, ովքեր եկել են ազգային ժողով եւ վարկ են զեկուցել, իրանք պետք է ամոթից գետինը մտնեն, հետո ասեն կներես մեզ սուտասան հանեցիր ամբողջ աշխարհի աչքի առաջ, մենք այլևս չենք կարող աշխատել։ Բայց դե կառավարության Նիկոլ Փաշինյանը մնացածների թող մտածեն ինչ է։ Չէ նախարարը լուրջ մարդ է, վերակացել, ասում է վարկ ենք վերցնեն, որ սա անենք, սա անենք, սա անենք, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է չէ վարկ ենք վերցրել, որ զենք առնենք։ Բայց սուտա չէ, այդքանի զենք չես առել։ Վարկը ուրիշ բաների վրա ես օգտագործել, քո քաղաքական PR-ի վրա ես օգտագործել։ Էժանագին անորակ զզվելի ասֆալտ ես արել, որը մի անգամ ձյուն եկավ, տեսակ ինչ փոսեր են առաջացել։ Մեկը ասում է աղը շատ է, մեկը ասում է չի աղը խնդիր չի։ Ես չեմ հասկանում ինչ քաղաքապետն ու նախարարը տարբեր բաներ են ասում։ Ես չեմ հասկանում ինչ են այդտեղ լցրել, որովհետև ասում ես աղը որ լցնես, ենթադրենք ասֆալտը մի քիչ մաշեց։ Ենթադրենք մի քիչ ճաքեց։ Բայց փոսեր կան, որ մի 20-30 սանտիմետր խորությամբ են, այսինքն մենակ ասֆալտը չի։ Շարունակեն լցնել, երկրի հակառակ կողմը կտեսնենք։ Եվ հաջորդ անգամ, որ Նիկոլ Փաշինյանը գնա ինչ-որ միտեղ եւ երեխեքին փորձի գիրքը ներկայացնել, կարող է ձեռներից բռնի տանի ասա երեխեք,
Տեսեք Երևանի կենտրոնի փոսա, որ նայեք երկրի հակառակ կողմը կտեսնեք։ Դա ինքը հիմա ասում եք վարչապետը, լավ, դա էլ մեր ողբերգությունն է։ Ցույց տամ շուտ կվերջանի։ Վարչապետը խոսում է խաղաղությունից, խաղաղության դարաշրջանից, ԱՄՆ փոխնախագահ եկավ, էլի խաղաղությունից են խոսում, տնտեսական ծրագրերից, բայց պարզվեց, որ Ալիևը այնքան էլ տրամադրված չէ խաղաղության եւ Մյունխենում նա հայտարարեց, որ օրինակ խաղաղության խաչմերուկը եւ ընդհանրապես խաղաղությունը պայմանավորված է, թե Միացյալ Նահանգներում ինչ ղեկավար կա, Թրամփը կլինի Թրիփը, կլինի Բայդենը, կլինի խաղաղության խաչմերուկը։ Հիմա խաղաղություն կա, թե չկա։ Այո, ոչ մի բանական մարդ չի կարող խաղաղության դեմ խոսել։ Չի կարող հակամարտության շարունակության օգտին խոսել։ Տեսեք, մի քանի ամիս առաջ Ղրղստան եւ Տաջիկստանը հայտարարեցին, որ միմյանց միջև սահմանային վեճը հարթված։ Բոլորը ողջունեցին, Հայաստանի ԱԳՆ-ն նույնիսկ ծանրակշիռ խոսք ասաց։ Բայց ինչ էր այդ հակամարտության էությունը, ինչպես կարգավորվեց, ով գիտի, ում վեճն է։ Վերջ կոնֆլիկտը լուծվեց հերիքը։ Հիմա նույն խնդիրն է, չի կարող որևէ մեկն ասի ես դնեմ խաղաղության։ Այսինքն երբ երկրներն ասում են մենք ողջունում ենք խաղաղությունը, մի կողմից բանականությունն է, ինչ լավ է խաղաղությունը, առանց խորանալու թե վերջը այդ ինչ խաղաղությունն է։ Մյուսները իրանց սեփական ազգային շահերը ունեն, եւ իրանց ձեռնտու է, որ ինչ որ մի պահի այս տարածաշրջանում ոչ թե խաղաղություն, այլ հանդարտություն տիրի կամ հաղթող կողմի գերիշխանությունը հաստատվի։ Սա է խնդիրը։ Շատ լավ միտք էր արտահայտել դեռ մի 150 տարի առաջ գերմանացի մեծագույն ստրատեգ Կարլ ֆոն Կլաուզևից ասում էր. բռնակալը, ներողություն եմ խնդրում, նվաճողը սիրում է խոսալ խաղաղության մասին, որպեսզի քո երկիրը առանց դիմադրության գրավի։ Ալիևը որ խաղաղությունից է խոսում, ինչի ասում, տեսեք ինչ լավ է խաղաղությունն է։ Խաղաղ ինչ ասում եմ արեք, այլապես չմոռանանք Ալիևի հայտարարությունը 22 թվականի սեպտեմբերին ջերմուկյան մարտերից հետո։ Հստակ ուղերձ եղեց Փաշինյանին, Փաշինյանն էլ դա շատ լավ հասկացավ։ Եվ հիմա մյուսը, չէ՞, այսօր ասում են խաղաղությունը։ Ալիևը չի թաքցնում իր նպատակները եւ երբեք չի թաքցրել։ Երբեք չի թաքցրել, ասලා ուզում ես խաղաղություն, կզիջես սա, կզիջես նա։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարեց 24 թվականի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք պետականությունը կորցնելու ռիսկի առաջ։ Խոսում էր սահմանազատման մասին, չմոռանանք։ 24 թվականի գարնանաս այսպես կոչված սահմանազատումն է, երբ Փաշինյանը գնաց Կիրանց եւ տեղացիներին ասաց, եթե մի շաբաթվա մեջ պատերազմ կլինի։ Հիմա տեղացիներն են ասել փակ հանդիպում է տեղից։ Սպառնալիք է, սպառնալիքի տակ ինչ պատերազմ, ինչ խաղաղություն։ Ադրբեջանցի նվաճողները, զավթիչները Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչ խաղաղություն եւ զավթիչը քո տարածքում նստած։ Դա սահմանազատմամբ կորոշվի։ Սահմանազատումը որոշվում է թե այս խալու սահմանը, այս խալու որ հատվածով է անցնելու։ Ադրբեջանցիք ինչա չգիտեն, որ մխրճվել են Հայաստանի Հանրապետության տարածք են օկուպացրել։ Կամ այդ սահմանազատման հանձնաժողովը այս 2 տարվա ընթացքում ինչ է արել։ Ես հայկական կողմին բնականաբար հարցում եի ուղարկի, ասել էի, այս տարի ու կես անցավ։ Բա ինչ է կարել, հանձնաժողով եք։ Իսկ մեր Գրիգորյանը պատասխանում է, ասում մեր բոլոր հանդիպումների մասին մենք հայտարարություններ ենք տարածում։ Հա, այս հայտարարությունները կարդում եմ։ Բայց մարդա չէ, փոխվարչապետը եւ սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի համանախագահան։ Բա չպետք է որ վեր կենա ասի, լավ էս համարյա 2 տարի անցավ, էս 2 տարվա ընթացքում։ Ես ինչ եմ արել որպես համանախագահ։ Ինչի անկարծ ընտեղ մենք զիջեցինք, բայց այն խոստումները թե ուրիշ տեղել կշահենք, տենց էլ չեն իրականանում։
Ադրբեջան, կներեք, Ադրբեջան նախագահ ասեմ շարունակեք, նաև ասում է, որ խաղաղություն լինելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար էլի նախապայման է ասում, փոխեք սահմանադրությունը ձեր։ Այսինքն Ադրբեջանը էլի նախապայմաններով է խոսում։ Այն դեպքում, որ եթե խաղաղություն է, նախապայմանը ո՞րն է։ Համաձայն եմ ձեր հետ։ Փաշինյանը վեր կացավ, ասես մեր համադրական դատարանը ասել է, որ այդտեղ դեկլարացիայի վրա հղումը իրավականություն չունի, որովհետև միայն այն հոդվածները, որոնք իմպերատիվ կրկնվել են եւ այլն։ Ալիևի երեք էր առաջի օրվա հայտարարությունը, չէ՞, ասում ես իրավաբան չեմ, բայց դե հեքիաթ մի պատմեք։ Հասկան դու ինչ ուզում ես ասա, իմ պահանջը դա կկատարես եւ վերջ։ Իսկ խաղաղության խաչմերուկը տեսա՞ք ոնց ծաղրեց։ Այդտեղ մի հատ անեկդոտ տեղի ունեցավ, լավ 53-ամյա Ստեփան Սաֆարյանը ասում է ես ներկայացնում երիտասարդ առաջնորդների խումբ։ Սենց որ գնա պատանի քաղաքագետ էլ կդառնա ինքը։ Դե դրա համար էլ Ալիևի պատասխանն էլ պակաս։ Իսկ Ալիևը ուղղակի ասեց, գիտես, ձեռ առավ։ Հիմա ձեռ իրանց ձեռ չառավ, է։ Նիկոլ Փաշինյանին ձեռ առավ։ Ասում է հիմա Թրամփն է, կա Թրիփը։ Բայդենը որ գա կլինի խաղաղության խաչմերուկ, հասկանում եք, չէ՞, Բայդենը չի գա։ Բայդենը 80-անց մարդ է։ Եվ եթե եկող լիներ հրաժարական չէր։ Այսինքն իմ պայմաններով է տեղ ունենում այն ինչը որ ես ուզում եմ որ լինի։ Իսկ սրա մասին դեռ Նիկոլ Փաշինյանը խոսել 2001 թվականին, ասել թուրքերին եւ ամերիկացիներին է միջանցքը պետք, հայի ճուզողությունն է որ միջանցքը չենք տալիս, միջանցքը տանք փող աշխատենք։ Եվ այդ փողը ընդամենը օպերատոր ընկերության հասույթի 24 թե 26%-ն է կազմել, այսինքն փողը վերցնում է, միջանցքը տալիս է, սա է։ Եվ պայմաններից մեկը այդ քննարկման ժամանակ Ալիևը խոսել է նաև մենք ասում ենք ապաշրջափակում, մենք ասում ենք Թրիփի ճանապարհ, Ադրբեջանն ասում է, որ այդ ճանապարհը Նախիջևանից չի գա երազղ։ Այսինքն սրան զուգահեռ մենք տեսնում ենք նաև վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի բավական ուշագրավ մի հայտարարություն, որ հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված նա ասում է, որ հնարավոր է կոնցեսիոն կառավարումը վերցվի ռուսական կողմից եւ տրվի մի երկրի, որը լավ հարաբերություններ ունի եւ Հայաստանի հետ, եւ Ռուսաստանի հետ, որովհետեւ ըստ նրա շատ երկրներ, անուններ չի ասում, այդ երկրները կարծում են, որ խնդիր է, երբ որ ռուսական երկաթուղին է անցնելու այդ ճանապարհով, որովհետեւ դա մեզ դարձնում է անմրցունակ։ Գիտեք, եթե իրավիճակը այսքան ողբալի չլիներ, Փաշինյանի խոսույթի վրա կարելի էր քահ բարձրաձայն ծիծաղել։ Երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին իրենք ստորագրեցին այդ հռչակագիրը, ինքն ու Ալիևը, որը փորձում էին ներկայացնել որպես եռակողմ հայտարարություն, հենց հրապարակվեց այդ թուղթը, մենք ասում ենք, կներես, սա չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Եվ ԿՊԱ-ականները համառոյին ասում են, հեսա, դա էլ կլինի, համարժեքությունը կապահովվի, հիմա իրանք էլ սահմանը կբացեն, նույն պայմաններով կբացեն, մենք ասում ենք, ստեղ մի կողմից դու ունես խիստ որոշակիություն, անխոչնդոտ անցում, հունվարի 14-ում ավելի հստակ է գրված, որ տարբերակված անցում է տրամադրվել, ասում չի պետք է ադրբեջանցին տարբերակված իրավունք ունենա մեր ճանապարհների վրա, հետևաբար դա այդքան էլ մեր ճանապարհը չի։ Նիկոլ Փաշինյանը իմ հարցին այդպես էլ չպատասխանեց, գնացքը Հայաստանում կանգնելու է, թե չէ։ Կարող է Հայաստանի քաղաքացին ենթադրենք Նյուվադիից, կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացին Նռնաձորից նստել գնացք եւ իջնել Ագարակում, հենց էլ չպատասխանեց։ Բայց դա ակնհայտ է, որ ինքը ադրբեջանցիներին տրվող անխոչնդոտ անցման տակ միջանցք է, որտեղ այդ տեղի իրավական կարգավորումները տարբերվելու են դիցուկ M1 ճանապարհից կամ Բագրատաշենի անցումից կամ այրումից, որ գնացքը մտնում է Հայաստանի Հանրապետություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մի քանի առաջ ինչ ասեց։ Ընդունեց, որ այդ թրիփ կոչվածը չի Հայաստանի ապաշրջակվական հարցը լուծում, որովհետև մենք ասում ենք, առնվազն ինքը պետք է մտնի երասխ, որպեսզի գոնե ներքին ապաշրջակվական հարցը լուծվի։ Մյուս կողմից հյուսիսում, հյուսիս-արևելքում
Իջևան Ղազախը պիտի գործի, այս կողմում, որպեսզի մենք ամբողջական ապաշրջափակում ունենանք, պետք է գործի Գյումրի, Կարս, Երկաթուղին։ Իրանք ասում են, չէ, դա կլինի։ Վերջերս ասես, չէ, դա չի լինում։ Գնան թունեց, որ թրիփը այս տեսքով որևէ հարց Հայաստանի համար չի լուծում։ Դա թուրք-ադրբեջանական ծրագիր է, որը իրականացում է Փաշինյանի ձեռքերով։ Ասում է, լավ, ուրեմն թող գնացքը բարձրանա սադարակ երասխ, ախորիկ ընտեղից թեքվի դեպի արևմուտք։ Ալիևը ասես, չէ, այդպես բան չկա։ Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան, հետո Թուրքիա եւ հետո Եվրոպա։ Հիմա հարց Փաշինյանին, լավ, ինքը որ օգոստոսին դա ստորագրում էր, այս տարի հունվարի 14-ին Արադ Միրզյանը որ ստորագրում էր, իրանք չգիտեին, որ ապաշրջափակման հարց չի լուծվում։ Իրանք չգիտեին, որ որոշ երկրներ այդքան էլ ուրախ չեն լինի, որ ռուսական վերահսկողության տակ է լինելու երկաթուղին կամ ռուսական կոնցեսիոն կառավարման տակ է լինելու այդ նոր կառուցող երկաթուղին։ Բայց ինքը չէր հասկանում, որ եթե ուզենա ռուսներին ասեն, ռուսներ գնացեք, հակազդեցություն կարող է առաջանալ ռուսական կողմից։ Սկզբից գնացին շանտաժի կամ փորձեցին իրանց արևին շուստրիություն անել։ Ասեցին մեր ընկալումն է, որ ռուսները պետքա կառուցեն։ Չեն բացառում, որ ռուսները դա ասեն, եթե եկամտաբեր գործ է, ինչ չէ, կկառուցենք, շահագործենք։ Հիմա էլ ասում է, չէ, քանի որ դուք եք, դրա համար չեն ուզում։ Որոշ երկրներ դրա հետ համաձայն չեն։ Հիմա հարցն ենք, որոնք են այդ որոշ երկրները։ Չեն ասում։ Ադրբեջանից Թուրքիա մտնող երկաթգիծը ասում է թող մտնի Հայաստանով։ Ընդ որում թրիփը 42 կիլոմետրն է։ Այո։ Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցություն կա թե չէ։ Կա, չէ։ Կա։ Ճիշտ է, վերջերս առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանից գնացքը շրջանցելով Ադրբեջանը հասավ Իրան եւ ռուսները այնտեղ Վոլգոդոնսկի ջրանցքն լայնացան եւ այլն, բայց կա նորմալ հաղորդակցություն կա։ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ոնց որ թե նորմալ են, էլի։ Շատ ուրախ չենք դրա համար, բայց նորմալ է։ Բայց ովքեր են դեմ։ Այդ է նույն բլեֆն է, նույն բլեֆը։ Որ սանդղակի չացնենք, չէ։ Իզնից երկար կապրես։ Որ ասում է, բանա, կարգավիճակի նշաձողը մի քիչ ներքև իջացնենք։ Ես ինքս եմ արծու, որ ովքեր են միջազգային գործընկերները, որոնք ձեզ հորդորում են, ինչքան իջացնել այդ նշաձողը։ Ու խնդիրն է։ Եվ ինչ է կատարում։ Ստեղ Հայաստանը կարող է դառնալ գերտերությունների բախման թատերաբեմ։ Կներեք, պարոն Խաչատյան, ստացվում է, որ երբ որ մենք խոսում ենք թրիփի մասին եւ ասում ենք ռուսական գործոնը կարող է այդտեղ լինել թե չէ, իրենք ասում են ոչ եւ հիմա հասկացել են, որ երկաթուղին երբ որ անցնի այդ ճանապարհով, նշանակում է Ռուսաստանը այդտեղ ներգրաված է լինելու ու դա խնդիր է ստեղծում։ Չէ, իրանք ուրիշ բան են ասում, տես, իրանք ասում են, նախ, իրանք վերջապես հասկացան, որ, ասկան, ոչ թե վերջապես հասկացան, առաջի վարքյանից էլ գիտեին որ թրիփը մեր ապաշրջափակման հարցը չի լուծում։ Ադրբեջանը նույնը Մյունխենում ինչ ասեց Ալիևը, ասեց մենք անխոչնդոտ առևտուր ենք անում արդեն, բայց իրականում խիստ սահմանափակ եւ մի ուղղությամբ։ Ասում եմ, բանա մեզնից բանա բենզին են առել, մի բան, որ Հայաստանը կրիտիկական կարիք ուներ։ Հայաստանը ադրբեջանական բենզինի որևէ կրիտիկական կարիք չի ունեցել։ Եվ Ալիևը չի ասում, որ ավելի ինչ-որ բան է պատրաստ իջել, այսքան Ալիևի ծուղակն են, թակարդն են ընկել։ Հիմա ասում են, այս հատվածը բացենք, որը թրիփի հետ ոչ մի կապ չունի։ Թրիփը այս փոքր հատվածն է։ Մենք ինչ էինք ասում, թրիփը պետք է լինի ամբողջական ապաշրջափակման մի էլեմենտ է։ Այսքան սա էլ պետք է բացվի, վերևը Ղազախ Իջևան Ղազախն է պետք է բացի։ Մենակ Նախիջևանը, որ այս իշխանությունները համառորեն Նախճեվան են սկսում ասել։ Այդ հարցը չի լուծում։ Եվ ասում է, չէ, այդ դեպքում իրանք համաձայն կլինեին, բայց քանի որ ռուսական ներգրավվածություն կա, դեմ են, ովքեր են դեմ։ Դու ինքդ կառուցի այդ ճանապարհը։ Այսքան պարտքերի մեջ էս թաթախելի երկիրը։ Այդ 40 կիլոմետրն ինչ հավաք չկառուցես։ Թրիփը կամ են մնացած հատված երասխից մինչև Ուրեմն ո՞րն է հետին նպատակը վերցնել ռուսներից կառավարում ընդամենը։
Կարծում եմ հետին նպատակներ շատ կան, նպատակ թիվ 1 ռուսական ազդեցության նվազեցումն է, ասկան երկաթգիծը վերցնել, հետո չեմ բացառում, որ Սյունիքի հանքարդյունաբերության հարցը բարձրանա, որտեղ հիշում ենք 2 տարի առաջ էր ոնց որ թե շատ առեղծվածային պայմաններում գերմանական Քրոնիմետ ընկերությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մաժորիտար բաժնետերը հանկարծ Հայաստանից դուրս եկավ, իրենց բաժնետոմսերը շատ անհասկանալի ձևով հայտնվեցին գեոպրոմայնինգի սեփականության ներքո եւ գեոպրոմայնինգը շատ ճոխ նվեր արեց Հայաստանի կառավարությանը, իր բաժնեմասերի, բաժնետոմսերի քառորդը նվիրեց կառավարությանը, որը տնօրինվում էր, եթե չեմ սխալվում, անմիջապես վարչապետի աշխատակազմի կողմից նախնական շրջանում, այդ դեպքում մեր վարչապետի աշխատակազմը չունի նման գործառույթ, դա պետք է գնար պետգույք, ինչև է, եւ հիմա չեմ բացառում, որ էլի նման հարց առաջանա, վաղը մյուսօր կարող է 102-րդ բազայի հարց առաջանա, բայց ինչի՞ է սա ասում, սա կարող է բերի կոնֆլիկտի Հայաստանի տարածքում, եւ դա մեր համար կարող է ողբերգական հետևանք ունենա։ Բայց կոնֆլիկտը որ կողմեր, այսինքն ռուսական կողմը ռուսական ռուսները, ամերիկացիները, չգիտեմ, ռուսներ, եվրոպացիներ, որտեվ եվրոպացիները անթակույց ասել են, որ իրենք թրիփի հարցում հետաքրքրված են։ Նիկոլ Փաշինյանն ասել է դեռ մանրամասներ հայտնի չի, հայտնի կդառնանք, խոսանք, մենք էլ ենք Նիկոլ Փաշինյանն ասել է իշխանություններ ունեմ, նկատի ունեմ էլի։ Հունվարին պարզ դարձավ, որ չէ, դա բացառապես ամերիկյան վերահսկողության ներքո իրականացվող ծրագիր է։ Հիմա չեմ բացառում, որ ինչ-որ մի բան եվրոպացի կարող է ուզենան, ռուսները կարող ասեն, կներես, բա մենք դուք վերջապես ԵԱՏՄ-ի անդամ ենք եւ մենք լծակ ունենք դրա վրա, ձեր վրա։ Բայց այս турբուլենտ իրավիճակում, երբ աշխարհը եռում է, տարածաշրջանը եռում է, դու սկսում ես sense ավանտյուրիստական քայլերի դիմել, բա հետևանքների մասին չես մտածում։ Դրանից բացի էլ նաև երկրի ներսում ես կայունությունը փորձում ճոճել։ Աշխարհի բոլոր իշխանությունները մտածում են երկրի ներսում հանդարտություն ապահովելու համար։ Այս մարդիկ երևի միակն են ամբողջ աշխարհում, որ լինելով իշխանություն ոչ թե տանում են երկրի հանդարտության պահպանման, այլ ցնցում են նավակը ներս։ Դե նախընտրական տարի է, պետք է ցնցել, որ կարողանան իրավիճակի վերահսկողության տակ պահել։ Տես Նիկոլ Փաշինյանը եւ իր հետևորդները, իր վկաները էությամբ ընդդիմադիր են։ Ինքը 8 տարի վարչապետ է, բայց ընդդիմադիրի կեցվածքից, ընդդիմադիրի կենսափիլիսոփայությունից տենց էլ չկարողացավ դուրս գալ։ Եվ ինքը երկիրը կառավարում է ոչ թե որպես վարչապետ, այլ որպես ընդդիմադիր, պսևդո հեղափոխական, ասես ցնցել բահետո։ Բանը հասավ նրան, որ Եվրախորհրդի խորհրդանական վեաժողովի բանաձևը հստակ ասում է, չէ, որ երկրի ներսում էս մթնոլորտը մտահոգիչ է։ Այսինքն սիրո եւ համերաշխության կոչերով իշխանության եկած քաղաքական ուժը երկրի ներսում համերաշխություն հաստատելու փոխարեն թշնամանք է սերմանել։ Սենց թշնամանք ես չեմ հիշում մեր երկրում։ Այս ամեն ինչով հանդերձ Փաշինյանն ասում է դուք ընդդիմադիրներդ ջախջախիչ փոքրամասնություն եք ունենալու ընտրությունների ժամանակ, դուրս են մղվելու նախկին նախագահները, օլիգարխները, բոլորը մնալու են իրենք։ Այդ կոֆեի բաժակեն նայել Բաքվում։ Չգիտեմ։ Ես էլ։ Ինչի՞ց որոշեց։ Շատ վստահ է, կարող է հարցումներ է արել եւ գիտի։ Հարցումները լրիվ ուրիշ բան են ցույց տալի։ Եվ իրենց այս ջղաձգումները հենց ցույց են տալիս, որ իրենք հարցումների արդյունքներից շատ մտահոգված են։ Սրանք կփակեմ, դրանք կփակեմ, այսքան մարդը որ փակում է, ինչի է փակում։ Որ չմասնակցեն ընտրությունների, որ ազդեցություն չունենան ընտրությունների վրա, որովհետև հասկանում են, որ ընտրություններով իր վերարտադրվելու հավանականությունը գնալով խամբրում է։ Մի բան ուներ գլուխ գովալու, ասֆալտը։ Տեսնում եք ինչա կատարվում։ Լսնում եմ, բայց փոստերը բան Խաչատրյան։ Գիշերվա կեսին էլ հարցը հետևյալն է, այդ ինչ է, ինչպես են կառուցել, որ մի հատ ձյուն եկա, անցյալ տարի ձյուն չկար, չէ՞։ Նախանցյալ տարի էլ ինչքան հիշում եմ ձյուն չեղավ, միայն կարող է մի երկու փաթի լնգավ։ Այն մի տարի կար ձյուն չկար էլի։ Հիմա մի քանի օր ձյուն եկավ,
դեռ գարնանային հեղեղներն էլ չեն սկսել, մենք ինչ ենք տեսնում։ Ոչ թե ասել եմ, ասում ասֆալտը չի մենակ, տակի հողն է քանդվում։ Կնետ ինչ ասֆալտ են արել։ Հիմա ասում են կլցնեն, դեռ մի հատ է գլուխ կգովան, տեսեք ինչ լայնածավալ շինարարություն են կանոն, ավելին ասեմ, այն սովետական միլիցիայի սկզբունքով շարից փորձանքից բարով խելով դուրս գանք։ Դանով կառաջնորդվենք, ասեն այս ժողովուրդը ճանապարհ կառուցել չգիտի, թուրքերին բերենք։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ մարդը ճանապարհ ասֆալտել են։ 2 տարի չանցած փոսեր։ Խաղաղությունն էլ ինչ խաղաղություն, Ալիևը ասում է համանդրությունը կփոխես, հաջորդ օրը կստորագրենք։ Դա ասում է ճանապարհը սենց անցկացնենք, ասում է չէ, խաղաղության խաղաշմենուկ ձեռը առնում, ասում է խաղաղության խաղաշմենուկ կլինի այն ժամանակ, երբ Բայդենը հետ գա։ Այսինքն երբեք էլ։ Հիմա այս բան ինչ է ինքը ասել։ Երբ որ ասում եք սոցհարցումները վատ պատկեր են իրավիճակ են ստեղծել իր համար, այո։ Դուք վստահություն ունեք, որ ընդդիմության համար լավ պատկեր է ստեղծված։ Կա ընդդիմություն եւ իշխանություն։ Եվ կան մարդիկ, ովքեր չեն մասնակցում ընտրություններին։ Հիմա եթե իրանք չմասնակցեն, եթե իրանք չմասնակցեն, մնում է իշխանություն եւ ընդդիմություն։ Եթե մասնակցեն, կամ պետքա սրան ձայն տան, կամ նրան ձայն տան, այսինքն ամեն դեպքում կա իշխանություն, ընդդիմություն։ Հետևաբար սրանք փոխադարձաբար ժխտող պատահարներ են, երջանկությունները, սրա թե նրա։ Հիմա եթե իր համար վատ է, բնականաբար ընդդիմության համար լավ է։ Հավաքական ընդդիմության համար։ Ոչ մեկին չեն ուզում մարդիկ հոգնել են բոլորին։ Լավ, հասկացա, ինչ է նշանակում ոչ մեկին չեն ուզում։ Հիմա պետք է ասել դուք տեսնում եք, բոլորին դեմ շարժում են նույնիսկ ստեղծվել։ Եվ ինչ, այսքան պատկերացրեք բոլորին դեմ եմ շարժման օգտին քվարկեց 70%, հետո ինչ անել։ Ինչ անել, 70% իր օգտին քվարկեցին հետո։ Գալու է իր ուզած վարչապետին ընտրի։ Որը Նիկոլ Փաշինյանը չի լինելու։ Թե լինելու է։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի լինելու, ուրեմն իրանք Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն են։ Եթե Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, նշանակում է իրանք Նիկոլ Փաշինյանի կողմից են։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյան, հակա Նիկոլ Փաշինյան իրավիճակ է ստեղծվել։ Այս պայմաններում ումնիկություն անել, մենք ոչ ենք, ոչ ենք, մենք երրորդ ուժ ենք, մենք այլընտրանք ենք, դա չի անցնում։ Կային չէ ուժեր, մենք ընդդիմություն չենք, մենք քաղաքական այլընտրանք ենք, մենք երրորդ ուղի ենք, չկա, դա չի անցնում, կամ։ Մենք բոլորին դեմներ, վաղը մյուսները պետք է, ելի եմ ասում, պատկերացրեք 70% ընտրվեց։ Եթե Նիկոլ Փաշինյանին քվեարկեցին, ուրեմն իշխանություն են, եթե դեմ քվեարկեցին, ուրեմն ընդդիմություն են, ուրիշ տարբերակ չկա։ Որտեվ ընդդիմությունը շատ են, ես չեմ ասում ընդդիմությունը դաշնակցությունն է միայն։ Շատ կա, Նիկոլ Փաշինյանը ոչ ոք չի սիրում, սա ընդդիմություն է։ Դե իրանք էլ ասում են, որ դուք ընդհանրապես ընդդիմության տեղերի համար եք պայքար մղում, որպեսզի նորից գնաք նստեք խորհրդարանում որպես ընդդիմադիր, ոմանք էլ ասում են նորից դες իշխանությունը վիրավորի, նսեմացնի։ Այս 5 տարվա ընթացքում որ քաղաքական ուժն է, որ խորհրդանում եւ խորհրդանից դուրս ամենաակտիվ պայքարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Կոնկրետ անուններով։ Դուք ասեք։ Մենք ենք։ Ես ասեցի։ Հակառակ ասողը թող վերքենա ասի ես եմ եղել։ 5 տարի, եւ ոչ միայն 5 տարի է, 19 թվականի մայիս ամսից Դաշնակցությունը պայքարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Մնացածները ուր էին, ինչ էին անում։ Եղել է, չէ՞ որ ասել ենք լավ, ուզում եք, եկեք խոսեք, չէ, շարից փորձանքից հեռու։ Ում դեմ են ամենաշատ քրեական հետապնդումները, վարչական հետապնդումները, ովքեր են ամենաշատը ֆիզիկական բռնության ենթարկվել, ում հետևորդներ, որ քաղաքական ուժի կողմնակիցները։ Հիմա այնքան լավ ասենց սերվիս նստել են, ասում են, հա, չէ, չկարողացա, ուրեմն մենք դիգանք, բայց 5 տարի ուր էիք։ Բայց պարոն Խաչատրյան, ակնհայտ է, չէ, որ մեկ ընդդիմադիր ուժի չի հաջողվի իշխանազերկել։ Այո, դրա համար մենք ասում ենք, պետք է լինեն մի քանի խոշոր բլոկ։ Մի քանի խոշոր բլոկ, ովքեր պետք է գնան միասին պայքարեն Նիկոլ Փաշինյանի դեմ։ Փոքր քաղաքական ուժերը, ովքեր օբյեկտիվորեն շանս չունեն
այդ 4%-ը հատելը, որպեսզի իրենց ձայները չփոշիանան, պետք է խոշոր ուժ ստեղծեն եւ այդ ուժով մասնակցեն։ Այսինքն մի քանի բևեր, հետո այդ բևերները միասին իշխանազրկեն Փաշինյանին։ Այո։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Սիրով։